Հայկական ազգային պարը դա հայի խառնվածքն է, նրա հոգին, արմատներն ու պատմությունը, նրա ազգային դիմագիծը։ Եվ եթե պարողը կարողանում է բեմից հանդիսատեսին փոխանցել իր այդ հոգին, ուրեմն այդ ազգը շարունակում է ապրել։ Ահա այսպես, տարբեր բեմահարթակներից շուրջ 17 տարի հայ եւ ռուս հանդիսատեսին հայկական պարի հոգին է փոխանցում Մոսկվայի հայորդիկ երգի պարի այլևս ճանաչված ու սիրված համույթը, որի տարեկան ու նաեւ 17-ամյա հոբելյանական համերգը մեկնարկեց հայկական հիմնով մոսկովյան բեմերից մեկում։ Հերթական անգամ ռուսաստանյան դահլիճը դղրդաց հայկական Յարխուշտայի ու Քոչարու, կատակ պարի, պարային ինքնատիպ բեմադրությունների, ով հայոց աշխարհ պարերի խրոխտ ելևէջներից, ազգային ու անաղարտ ժողովրդական ակունքներից բխող հայկական երգի անզուգական կատարմամբ, հեզանուշ հայուհիների շորորացող պարով, մանկական պարի գեղեցիկ կատարումներով։ Համույթի առաջին անգամ բեմ բարձրացող ու դեռևս պատանի կատարողների ելույթները մեծ ոգևորություն պարգևեցին հանդիսատեսին, ում հայտնի է, թե ինչ ջանքերի ու ներդրման շնորհիվ է հնարավոր լինում ուրիշ երկրում հայրենի երգն ու պարը, խոսքն ու լեզուն ոչ միայն պահել, այլև սովորեցնել ու փոխանցել հայերեն լեզվին չտիրապետող փոքրիկին կամ պատանուն։ Հայորդիքը ինձ համար շատ մեծ ընտանիք է, երկրորդ տունն է, շատ եմ սիրում հայորդիքը, շատ եմ սիրում մեր ընկեր Անահիտին, ընկեր Սիրանուշին եւ բոլոր մեր դասատուներին։ Շատ բան է մեզ համար իրանց սովորացնում են մեզ, հայ լեզուն սովորացնում, հայ պարերը, երգերը, ամեն ինչ շատ եմ սիրում հայորդիքը։ Ինձ հայրը խոսել է, էդի շատ մեծ բան է, էլի։ Ես որ հայ եմ, դրա համար շատ եմ սիրում, որտեվ Հայաստանը դա ամենահին համարյա երկիր է, ու ես շատ եմ սիրում Հայաստանը ու շարունակում եմ սիրել։ Իմ համար դա շատ մեծ բան է, ես որ իմ հայ ընկերների հետ շփվում եմ, ես ոնց որ զգում եմ իմ տանը, սա հայերեն է խոսում։ Я раньше плохо разговаривала на армянском, но теперь разговариваю очень хорошо. Конечно, не очень так чисто, но умею очень хорошо разговаривать на армянском. И, во-первых, это мой народ, это моя культура, и я познаю ее все больше. Это мне приятно быть в таком кругу. Я больше познаю свой народ, культуру знаю, и чуть-чуть еще могу говорить на армянском. Плохо говорил, ну, а теперь чуть-чуть получше. Приходя в Айордик, я себя чувствую на 100% армянином, потому что все ребята у нас есть армяне все, есть и некоторые приходят русские парни тоже и девушки. У нас в коллективе поддерживаются все наши национальные обычаи. Мы танцуем только наши национальные танцы. Нет никаких там лезгинки, допустим, да, возьмем в пример. Только ազգագրական պարերն է։ Все наши армянские традиции поддерживаются в нашем ансамбле։ Հայորդիկն անցել է կայացման երկար ճանապարհ ու նրա սաների կատարումներն այլևս չեն զիջում պրոֆեսիոնալ պարային խմբերի կատարումներին, սակայն ինչպես նշում է համույթի գեղարվեստական ղեկավար ու հիմնադիր Անահիտ Սարգսյանը, հայորդիկը ստեղծվել է հատուկ նպատակով, որն է ուրիշ երկրում ապրող հայորդիներին ոչ միայն սովորեցնել ու համախմբել ազգային ազատագրական պարերի ու երգի շուրջ, այլև սովորեցնել հայերեն լեզուն ու պատմությունը։ Տարվա վերջում իրենց սովորածն ու իմացածը հանդիսատեսին ներկայացնելու հայորդիկի սաների ուրախությունը ընդհանուր է, ինչպես եւ ընդհանուր է նրանց ձեռք բերված հաջողությունը։ Նպատակը առաջինը որպես հայ մեծանա, հայկական արվեստին մոտ եղնի ու հայկական արմատներ չհեռանա, չլուզվի քաղաքում։ Մնա հայ։ Շատ կարևոր է, որ երեխաները հայերեն չմոռանան, խոսեն հայերեն, պարեն հայկական պարեր։ Ես էլ օգնում եմ իրանց, որ իրանք լավ պարեն։ Ես մի բան կարող եմ ասել, որ մեր երեխան շատ լավ բաներ է ստացել հայորդի գրուպում, ընկեր Անահիտի գլխավորությամբ, Անահիտ Սարգսյանի։ Ես շատ գոհ եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Մոսկվայում կա գործում հայորդիկը 17 տարի։ Ես հպարտանում եմ հայորդիկով ամեն տեղ։ Դա շատ լավ է Ռուսաստանում, որ մենք ունենք հայորդիկ։ Հոյակապ հայկական
իսկական հայկական օջախ, տակուկ օջախ, որտեղ երեխաներ ոչ միայն ապրել ու երգել են սովորում, հայ են մնում, հայերեն են սովորում, շատերը նույնիսկ եկել են անսամբլ հայերեն չեն իմացել, հայերեն են սովորել։ Ինչ ասեմ, իսկական դաստիարակչական կենտրոն է։ Հայորդիկը դա փոքրիկ մի Հայաստան է, որտեղ որ համախմբված են բոլոր մեր հայ երեխաները, սովորում ենք համ պատմություն, համ երգ, պար, մի խոսքով ամեն ինչ է մեզ համար հայորդիկը եւ ծնողների համար նույնպես։ 17 տարի է արդեն ապրում եմ այստեղ Մոսկվայում ու այս 6 տարվա ընթացքում ես զգում եմ, որ իմ երեխաների մեջ ինչքան փոփոխություն է դեպի հայ ազգը, հայեցի են, ավելի հայեցի են դարձել այս 6 տարվա ընթացքում։ Համույթի մեկ տասնյակից ավել մոսկվահայ պատանիները պարում են երխոշտա, պարում են քոչարի, վասպուրականի գավառի պար, կրունկներ, մուշի ու սասնա պարեր եւ հեռավոր Մոսկվայի դահլիճում արթնանում է մեր նախնիների ոգին։ Պարեր, որոնք հայի ինքնության պահպանման միջոցներն են եւ ունեն մեծ խորհուրդ։ Դերբերեզում ես պատմությունի քարերը, բարի, կասպան դեր քո դերքին է կարոտում, սասնա հողը, վար ու հետքի է կարոտում, բարի, մինչև ողջ հայրին դու ամբարես, և այս պարը մասիս դերան լանջից պարես, յարխուշտա! Հայորդիկի առաջին անգամ բեմ բարձրացող ու արդեն 17 տարի հայկական պարը ուրիշ երկրի բեմերում ներկայացնող փոքրիկներն ու երիտասարդները ավելի քան 2 ժամ տևած տարեկան համերգային ծրագրում ներկայացրեցին հայկական պարի նազանքն ու առնականությունը, վեհությունն ու շքեղությունը, որը վերջը չէ, այլ ընթացք, որտեղ հայոց մշակութային գոհարները փոխանցվում են սերունդներին, համոզված է համույթի ղեկավարը։ Գլխավոր հարցը մատաղ սերնդին փոխանցել մեր գրագետ հայկական երգը, գրագետ հայկական պարը։ Միայն հայորդիկը սրանով է զբաղվում։ Եվ մենք իհարկե խոսում ենք միայն հայերեն։ Մոսկվա քաղաքում, մեգապոլիսում, այսքան քաղաքական մեծ շրջադարձների մեջ մենք կարողանում ենք ելույթ ունենալ մեծ դահլիճներում, մեր հայ բալիկները բեմի վրա երգում են արդյոք ովքեր են եւ իրանց աչքերում այդ կրակը որ կա, այսքան արյան կանչն եմ նորից զգում, որ հայը երկիր մոլորակի վրա որտեղ էլ ինքը լինի, միևնույն է իր միտքը, ուշքը միայն հայրենիքն է։ Լսում ես մեր ավանդական գործիքները, մեր ավանդական երգերաշտությունը, անկախ քեզանից արդեն շունչդ բացվում է։ Նույնը ես այսօր տեսա բեմի վրա իմ բալիկներին, իմ սաների հետ կապված, շատերը առաջին անգամ էին բեմի վրա, շատերը չգիտեն ինչ է սպասվում, իսկ հիմա իրանց էմոցիաները տեսնելով ես համոզված եմ իրանք մի անգամ եւս զգացին եւ դեռ էլի կուզենան նույնը զգալ հայ լինելու կարեւորությունը։ Շատ ուրախ եմ, շատ երջանիկ, շատ հպարտ, որ կա այսպիսի հայկական խումբ, այսպիսի հայանվեր աշխատանք է կատարվում գլխավորությամբ Անահիտ Սարգսյանի, շատ մեծ օրինակ է նա Ռուսաստանում եւ բոլորին շատ մեծ օրինակ է, որպեսզի պահեն իրենց հայեցի հոգին։ Հայորդիկը անցած 17 տարիների ընթացքում համերգային տարբեր կատարումներով հանդես է եկել Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր բեմերում։ Տարբեր միջազգային մրցույթներում, փառատոներում ստացել է բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր եւ օտար հանդիսատեսին է ներկայացրել հայկական մշակույթը, նպաստելով հայապահպանության սորբ գործին։ Համույթն անվանվել է հայորդիկի հիշատակ Համույթի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Անահիտ Սարգսյանի համալսարանական ընկերոջ, Արցախյան շարժման ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ու նրա կողմից ստեղծված համանուն համույթի տղաների, ովքեր զոհվեցին Արցախյան պատերազմում։ Ազգային արվեստի ամենագեղեցիկ ճյուղի, պարի երախտավոր Անահիտ Սարգսյանը շարունակում է հայ մշակույթի անսպառ գոհարները, հայկական ազգագրական պարն ու երգը մատուցել ու փոխանցել Սփյուռքի հայությանը ու համոզված է, որ դա է հայորդիկի հիմնական առաքելությունը։ Ուրիշ երկրում ապրող հային պահել հայ, խոսել աշխարհի բոլոր լեզուներով, մեծրոպատար հայերենից հետո, երգել աշխարհի ժողովուրդների երգերը մեր կոմիտասյան երգերից հետո եւ պարել աշխարհի ժողովուրդների պարերը մեր քոչարից եւ մեր յարխուշտայից հետո։ Սուսաննա Հովհաննիսյան, Արթուր Ախենյան, Կավ Նյուզ։